APC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Օրվա կարևոր թեմաները նախ համառոտ։ Խաղաղության խոստումներ Հայաստանին, զենքի վաճառք Ադրբեջանին, Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը տարածաշրջան նոր իմաստ է ստանում։ Ինչ որոշում է կայացրել դատարանը Մկրտիչ Սրբազանի և Տեր Գարեգին Քահանա Արսենյանի գործի վերաբերյալ, դատարանում էին նաև կարգալույց քահանաները։ Ավելի քան 1000 ստորագրություն ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու, ովքեր են միանում այս շարժմանը և ինչ պահանջներ են ներկայացնում։ Գորիսում կենցաղային վեճն ավարտվել է նռնակի պայթյունով, 2 զոհ, 1 վիրավոր, ինչ է հայտնի։ Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում, Մակրոնը կոչ է անում արգելել սոցցանցերը 15 տարեկանից փոքրերի համար։ Եվ ներգաղթյալների որս Միացյալ Նահանգներում սպանությունները շարունակվում են։ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Քահանա Արսենյանի խափանման միջոց է տնային կալանքը երկարաձգվեց 1 ամսով։ Տեր Գարեգինին թույլատրել են հանդիպել հարազատներին և ամեն կիրակի մասնակցել պատարագի Արմավիրի մարզի եկեղեցում, բայց բնակության, այլ ոչ ծառայության վայրի։ Հիշեցնեմ, որ Արագածոտնի թեմի դիվանապետը կալանավորվել է 2025 թվականի հոկտեմբերի 16-ին։ Ավելի ուշ նրա կալանքը փոխվել է տնային կալանքի։ Հոգևորականին մեղադրանք է առաջադրվել քահանաներին հանրահավաքներին մասնակցելու հարկադրելու և գույքի յուրացման համար։ Հաջորդ դատական նիստը փետրվարի 20-ին է։ Դատարանը 1 ամսով երկարացրեց նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանքը։ Ըստ մեղադրանքի, կալանքի տակ պահվող Մկրտիչ Սրբազանը հոգևորականներին իբր հարկադրել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքին, նաև 2021-ի ընտրություններին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել Փաշինյանի թիմի օգտի։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը մեղադրանքը անհիմն է համարում։ Որպես տուժող դատարանում էին կարգալույց քահանաները Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը։ Ստեփան Ասատրյանը խուսափել է պատասխանել, Մկրտիչ Սրբազյանը խոչընդոտում է իրենց գործին, թե ոչ։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, թե այլ հոգևորական։ Ես դատավոր չեմ և այս պահի դրությամբ ինչու չեմ ուզեն այս հարցին պատասխանել, որովհետև դուք այս ոլորտում ինձանից լավ եք տիրապետում, ամբողջ գործեր քննել եք, հասկացել եք, գիտեք, խոչընդոտ կա, թե խոչընդոտ չկա։ Հետևաբար ես իմ իրավունքից օգտվելով կլռեմ և այս հարցին չեմ պատասխանի։ Եվ հետո, այստեղ մենք նաև խնդիր ենք տեսնում, տեսեք, հարց բարձրացվեց, թե ում համար են իրենք աշխատում, վարչապետի համար են իրենք աշխատում, թե կաթողիկոսի համար են իրենք աշխատում, չհասկացանք, թե ինչ կապ ունի այստեղ վարչապետը, որովհետև այստեղ նաև դատարանի արդար գործելու կարծես տաղն է կասկածի տակ դրվում, այսպես երևի թե նկատի ունենալով, որ վարչապետը հնարավոր է այս կերպ նաև ճնշում գործադրի, որտեղ դատի սկզբից հենց այս ակնարկներն ենք այստեղ տեսնում, որ մեզ պաշտպանում է վարչապետը և հնարավոր է, որ նաև այս գործի մասով հենց մենք անձնապես իր պաշտպանության տակ ենք։ Կարգալույց քահանաները խուսափել են պատասխանել նաև լրագրողների հարցին, խղճի խայտ զգում են արդյոք։ Ես ձեր հարցին կապված եմ ուզում հարցնեմ, ինչու լռեցիք 4 տարի։ Բավարար ձեզ։ Ձեզ էլ, բայց կպատասխանեք մեր հարցին։ Եթե չունենայիք Փաշինյանի և իր թիմի աջակցությունը, այդպես էլ լռելու էիք։ Պարոն Ասատրյան, երբ եք Հովանավորյանի հասակելու։ Հիմա կարողանում եք ձեր հոգևոր եղբայրների աչքերին նայել, կամ դատական նիստի ընթացքում չկարողացաք այդպես էլ թեմի առաջնորդին նայել, խղճի խայտ եք զգում։ Հայ առաքելական եկեղեցու շուրջ վերջին ամիսներին ծավալվող զարգացումներին զուգահեռ ձևավորվում է նաև հանրային արձագանք։ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության համար սկսված ստորագրահավաքին արդեն միացել է ավելի քան 1000 մարդ, և թիվը շարունակում է աճել։ Ովքեր են այս նախաձեռնության ակունքներում և ինչ պահանջներով են պատրաստվում դիմել պետական ու միջազգային կառույցներին, Սեդակ Յուրեղյանի ռեպորտաժում։
Ավելի քան 1000 ստորագրություն ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու։ 2025-ի դեկտեմբերից սկսված ստորագրահավաքը սկզբում միավորեց մտավորականներին, ապա ամենատարբեր մասնագիտությունների ու տարիքի քաղաքացիներին, որոնք պնդում են Հայաստանում խախտվում են եկեղեցու հոգևորականների եւ հավատացյալների իրավունքները։ Սկզբանե մենք հոլովակների շարք էինք արդեն նկարահանում, մտավորականների պաշտպանություն եկեղեցու եւ այնտեղից ոնց որ կորիզը ձևավորվեց այդ խմբի, որոնցից սկսվեց ստորագրահավաքը։ Նախաձեռնությանը հետզհետե սկսեցին միանալ սովորական քաղաքացիներ, մարդիկ, որոնք կազմակերպիչների խոսքով անտարբեր չեն երկրի ճակատագրի եւ վերջին տարիների կորուստների հանդեպ։ Հայաքվե նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանի համոզմամբ սա պարզապես ստորագրահավաք չէ, այլ հանրային պահանջ, որը կարող է հակազդել իշխանության ձևավորած օրակարգերին։ Որովհետեւ ռեալ մարդիկ են միանում, մարդիկ, ովքեր ունեն ի տարբերություն իշխանական կեղծ ֆաբրիկաների անուն ազգանուններ, մասնագիտություններ եւ գործող աշխատանքներ տարբեր ոլորտներից, արվեստագետներ, երաժիշտներ, մի խոսքով ամենատարբեր մասնագիտությունների։ Եվ ընդամենը մի քանի րոպե պետք է ուսումնասիրել, որ տեսնեն, թե ցուցակը ինչ մեծ արագությամբ է մեծանում։ Սկզբնական նպատակը 1000 ստորագրություններ։ Այդ շեմը անցնելուց հետո այլևս չեն հաշվում, ասում է Լիլիթ Բլեյանը։ Թիվը շարունակում է աճել, դա տեսանելի է նաև նախաձեռնության էջում րոպե առ րոպե ավելացող անուններից ու մեկնաբանություններից։ 1000 անցնելուց հետո արդեն որոշել ենք այդպես չհաշվել, որովհետև նախ դժվար է հավաքել այդ բոլոր ստորագրությունները տարբեր վայրերից, որ մեզ են ուղղում մարդիկ։ Ամեն, այսպես ասենք, 5 րոպեում 10 ստորագրություն արագությամբ դժվար հարց է։ Ամեն դեպքում այստեղ արդեն թիվը չի կարևոր, process-ն է կարևոր, կարևորը որ կա այդպիսի հարթակ, որտեղ մարդիկ կարող են իրենց անուն ազգանունով հայտնել իրենց աջակցությունը։ Նախաձեռնության հեղինակները մտադիր են դիմել մարդու իրավունքների պաշտպանին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, նաև ազգային ժողովին պահանջելով ձևավորել քննիչ հանձնաժողով։ Նրանց պահանջը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրենց ձևակերպմամբ ազգային անվտանգության ծառայության եւ այլ վարչական լծակների ապօրինի օգտագործմանը հակաեկեղեցական արշավում։ Նախկին падգամավորի կարծիքով այս պարտադրանքը կարևոր է, քանի որ դրա բացակայության դեպքում ավելի լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։ 26 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններից հետո եթե իրավիճակ չփոխվի, ես կարծում եմ, այս բռնաճնշումները ավելի ինտենսիվ են դառնալու, հետեւաբար մենք ունենք շատ կարճ ժամանակահատված ապացուցողական բազա հավաքելու եւ ցույց տալու ինչպես ներքին դաշտում հանրության ամենատարբեր շերտերին, այդ թվում նաև արտաքին գործընկերներին, որ այս իշխանությունը բոլորովին կապ չունի ժողովրդավարության եւ ընդհանրապես ժողովրդավարական արժեքների հետ։ Նախաձեռնության հեղինակներն են ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, երգահան Լիլիթ Բլեյանը եւ հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։ Չնայած զբաղվածությանը, Բլեյանն ասում է, նրանք անձամբ ստուգում են յուրաքանչյուր միացողի համոզվելու համար, որ ստորագրողները իրական մարդիկ են։ Իմանալով, որ իրենք կարող են նաև ինչ-որ բան ճնշումների ենթարկվել, իրենք իրենց դեմքով, իրենց անազգանունով ներկայանում են, հայտնում են իրենց աջակցությունը, շատ սիրուն process է այստեղ, ոնց որ եկեղեցին իրենց է գրկել, իրենք էլ իրենց եկեղեցուն են գրկում եւ չի բացառում, որ այս արշավի, այս քանդիչ արշավի հետևանքները բոլորովին այլ լինեն, մարդիկ հակառակ ավելի կապվեն, ավելի սիրեն իրենց եկեղեցին։ Նախաձեռնողները նշում են, իրենց համար ամենակարևորը թվերը չեն, այլ այն մարդիկ, որ խոսում են սեփական անունով։ Ստորագրահավաքը շարունակվում է, թիվը այլևս չեն հաշվում։ Փոխարենը ավելանում են անունները, մասնագիտությունները, քաղաքներն ու գյուղերը։ Սեդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն է ուղերձղել։ Գործարարը նշել է, որ հայերիս հնարավոր է ճնշել ու հալածել, բայց հնարավոր չէ դավանափոխանել։ Հայի ոգին ու հայի հավատը հնարավոր չէ կոտրել։ Սկսվեց փոքրիկ խմբակի բացահայտ տապալումը, ապացուցվեց այն, ինչի մասին խոսում էինք վաղուց, հայի ոգին ու հայի հավատը հնարավոր չէ կոտրել, որքան էլ որ հմուտ ու անարժեք լինեն փորձողները։ Հայերիս հնարավոր է ճնշել ու հալածել, բայց հնարավոր չէ դավանափոխ անել բառի ամենալայն իմաստով։ Անցած ամիսների իրադարձությունները թույլ տվեցին բոլորին, ներսում թե դրսում վերջապես տեսնել ու հասկանալ, որ փոքրիկ խմբակի ուզածը մեկ բան է, ընդամենը մեկ բան՝ մնալ իշխանության, մնացածը սուտ խոսքեր են։
Իսկ ինչու Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում արտահերթ նիստով շտապ փոփոխություններ կատարվեցին։ Հայաքվե քաղաքացիական նախաձեռնությունը մամուլի ասուլիսի ընթացքում պարզաբանել է, թե ընդունված նոր կետերից որոնք են հակասահմանադրական եւ խնդրահարույց, եւ ինչպես են պատրաստվում շարունակել իրենց պայքարը։ Հիմա ավելացել են չի իրականացնում կողմ կամ դեմ քարոզչություն ընդհանրապես։ Եվ հստակ չի, թե որ ժամանակաշրջանի մասին է խոսքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը կարող է որոշել։ Ձեզ գրանցում է, ձեզ չի գրանցում եւ բնականաբար ելնելով իր ճաշակից էլի, ասենք եթե դուք 5 տարի առաջ որևէ մեկի հասցեին որևէ քննադատական խոսք եք ասել, դա ֆորմալ իմաստով է օրենքի համար հիմք կարող է հանդիսանալ դիտորդական առաքելություն չգրանցելու։ Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է նաև, որ Հայաքվեն մասնակցելու է ընտրությանը կոալիցիայով, ում հետ կհայտարարի առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Մինչ այդ Հայաստանը պատրաստ է ընդունելու Ադրբեջանի պատվիրակությանը մեր երկրում այս տարի անցկացվելիք COP17 համաժողովին։ Ասուլիսին հայտարարել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Պաշտոնական հրավեր դեռ չի ուղարկվել, սակայն առաջիկայում կուղարկվի։ Մաթևոսյանը կարծում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների նախարարների մեծ մասնակցություն կունենանք։ Այս ամենին զուգահեռ ամենակննարկվող թեմաներից մեկը շարունակում է մնալ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան։ Դիվանագիտական այցերը հաճախ ունենում են գեղեցիկ ձևակերպումներ եւ թաքնված ենթատեքստ։ Փետրվարին ԱՄՆ փոխնախագահի այցը տարածաշրջան ներկայացվում է որպես խաղաղության օրակարգի մաս, բայց Դավոսից հետո հնչած հայտարարությունները ցույց են տալիս մեկ այլ պատկեր։ Դավոսում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո ԱՄՆ-ն հայտարարում է Ադրբեջանին պաշտպանական սարքավորումներ վաճառելու մասին, իսկ Հայաստանի հետ նախատեսվում են գործակցություններ այլ ոլորտներում։ Այս ֆոնին ԱՄՆ փոխնախագահի այցը տարածաշրջան այլ իմաստ է ստանում։ Խաղաղության օրակարգի տակ ինչ հաշվեկշիռ է ձևավորում Երևանի եւ Բաքվի համար, Անի Աբաղյանն է պարզել։ Փետրվարին Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Հայաստան եւ Ադրբեջան Թրամփը ներկայացնում է որպես խաղաղության ամրապնդման քայլ, բայց երբ այն ուղեկցվում է պաշտպանական սարքավորումների վաճառքի խոստումներով, հարց է ծագում. ինչ խաղաղության մասին է խոսքը։ Կվաճառենք Ադրբեջանին Միացյալ Նահանգներում արտադրված պաշտպանական սարքավորումներ, զրահաբաճկոններ, նավակներ եւ այլն։ Իսկ Հայաստանին ինչու է նա զինվում եւ ել ավելի ավելացնում է իր ռազմական բյուջեն, անընդհատ զինտեխնիկա է գնում Անգլիայից, Միացյալ Նահանգներից, Թուրքիայից, արաբական երկրներից, ում հետ է նա պատրաստվում ռազմական բախման, եթե անընդհատ ավելացնում են ռազմական բյուջեն եւ զինամթերք է գնում։ Եթե մենք սա չենք հասկանում, ուրեմն մենք արժանի չենք, որ մենք հանրապետություն ունենանք։ Այս պայմանավորվածությունը Դավոսում Թրամփ-Ալիև հանդիպումից հետո է ձեռք բերվել։ Սա կարող է նախադեպ լինել Վաշինգտոն-Բաքու զենք զինամթերք ձեռք բերելու հետագա զարգացման համար, նշում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Գործարքը առավել քան ամրապնդում է Ադրբեջանի պաշտպանունակությունը։ Մյուս կողմից Ադրբեջանին հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաների, ինչը երկարաժամկետ հեռանկարում իսկապես Հայաստանի Հանրապետության համար կարող է ստեղծել երկարատև սպառնալիքներ։ Բաքուն երբեք էլ կաշկանդված չի եղել Միացյալ Նահանգների զինատեսակների ձեռքբերման հարցում, հաշվի առնելով իր հարաբերությունները Իսրայելի հետ, կարծում է Արթուր Խաչիկյանը։ Անդրադառնալով Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան-Ադրբեջան այցին, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ փոխնախագահի Բաքու այց նախատեսված չէր։ Այն եւս ձեռք է բերվել Դավոսում Թրամփ-Ալիև հանդիպմանը։ Իսկ Հայաստանի հետ նախատեսվում է կնքել, ինչպես Թրամփն է գրել, միջուկային խաղաղ գործակցության շուրջ հիանալի համաձայնագիր, նաև գործարքներ կիսահաղորդիչների վերաբերյալ։ Ինչ օգուտ կտա այն Հայաստանին։ Հիմա մեզ վաճառելու են ինչ-որ խաղալիքային ատոմակայաններ, մոդուլներ, ինչ-որ բառեր են ասում, այս խումբը անգամ չի հասկանում ինչ բառեր են իրենց սովորացնում, որ նրանք ասեն։ Հիմնական միտքը այն է, որ պետք է Ռուսաստանը այստեղից դուրս գա, Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզվեն եւ փակվի ատոմակայանը, որից հետո մենք ծնկաչոք խնդրելու ենք Ալիևից ամեն ձմեռ, որ նա մեր գազանախտը չփակի։ Խաչիկյանը կարծում է, էներգետիկ անվտանգության վերաբերյալ խնդիրներ են առաջանալու։
Եվ քանի որ ուժն է վերջին շրջանում միայն հաշվի առնվում, ցանկացած պահի կարող են ուժով ստիպել Հայաստանին անել այն, ինչ ձեռնտու է նահանգներին, Ադրբեջանին, ինչու չէ նաև Թուրքիային։ Քաղաքագետ Արա Պողոսյանն էլ կարծում է, գործարքները, որ պետք է կնքվեն Բաքվի եւ Երևանի միջև, կշռով տարբերվում են։ Ես կարծում եմ, որ դա շատ ավելի կարևոր է պաշտպանունակության բարձրացումը, որը պետության, կայունության, ամրապնդման եւ զարգացման կարևորագույն գործիքներից մեկն է։ Ադրբեջանը ստանում է այդ գործիքը, փոխարենը Հայաստանի Հանրապետությունը ստանում է էներգետիկ անվտանգության ոլորտում իրականում սա կարևոր տեխնոլոգիա է, բայց պետության զարգացման, համապարփակ անվտանգության տեսանկյունից սա բավարար չէ։ Խաղաղության մասին խոստումները Հարավային Կովկասում ուղեկցվում են անհամաչափ գործարքներով, իսկ երբ մի կողմում զենքի վաճառք է, մյուսում խոստումներ ու անորոշ համաձայնագրեր, հարցը մնում է բաց, ինչ գնով է կառուցվում այդ խաղաղությունը եւ ով է վճարում դրա իրական արժեքը։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իդեպ 2025-ին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,800 դոլարի արտադրանք։ Սա Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ներկայացրած վիճակագրությունն է։ Ըստ հայտարարության Հայաստանից Ադրբեջան արտահանում չի եղել։ Հիշեցնեմ, որ անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Ադրբեջանով Հայաստան է եկել 22 երկաթուղային վագոն, որոնք տեղափոխել են 1220 տոննա AI-95 շարժիչային վառելիք։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ ակտիվ աշխատում է Ադրբեջանի եւ Հայաստանի հետ համատեղ մաքսային անցակետի նախագծերի շուրջ։ Ըստ նրա, այս նախագծերը տարածաշրջանային գործակցության հաջողօրինակ են եւ նպաստում են երկրի տարանցիկ եւ լոգիստիկ ներուժի հետագա ընդլայնմանը։ Կոբախիձեի խոսքով Արևելք, Արևմուտք, Արագընթաց, Մայրուղու, Բաքու, Թբիլիսի Կարս երկաթուղու, Չոր նավահանգիստների եւ Անակլիայի Խորջերյա նավահանգստի նախագծի կառուցումը նպատակ ունի ամրապնդել Վրաստանի դերը միջին միջանցքի զարգացման գործում։ Իսկ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին մտահոգել են Ալիևի հայտարարությունները։ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ այսօր տարանցիկ երթուղին անցնում է Վրաստանի, իսկ վաղը Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը, ինչին մենք հասել ենք 1990-ից 2000-ական թվականներին, որպես երկիր, համոզված է Սաակաշվիլին։ Նա պնդում է, որ Վրաստանը հայտնվել է չափազանց բարդ աշխարհաքաղաքական փակուղում, որը մոտ ապագայում կավարտվի կամ նրանց, որպես անկախ պետություն վերացնելով, կամ Իվանիշվիլիի մաֆիայի ճիրաններից դուրս պրծնելով եւ երկրի արագ զարգացման ուղին բռնելով։ Գորիսի աղմկահարույց դեպքի մասին։ Հունվարի 25-ին Գորիսում կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճը ավարտվել է ողբերգությամբ։ Նռնակի պայթյունի հետևանքով 2 մարդ մահացել է, ևս մեկը վիրավորվել։ Ըստ տեղեկությունների վեճը ծագել է պապական տան համար։ Մանրամասները Անահիտ Սարգսյանն է պատմում։ Վեճ կենցաղային հարցերի շուրջ, նռնակի պայթյուն, 2 զոհ, 1 վիրավոր։ Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպի բոլոր հանգամանքները դեռ պարզվում են։ Զոհերից մեկը Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանի վարորդն է։ Հունվարի 25-ին ժամը 17:05-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գորիսի Թոզկապ կոչվող հատվածում գերեզմանների մոտ վիճաբանություն է եղել։ Րոպեներ անց դեպքի վայր են հասել ոստիկանության օպերատիվ խմբերը։ Պարզվել է կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճը ավարտվել է պայթյունով։ 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է հենց վիճաբանության ընթացքում։ Պայթյունի հետևանքով նա տեղում մահացել է։ Մահացել է նաև 38-ամյա Արմեն Յոլյանը։ Վիճաբանությանը ներկա ևս մեկ 30-ամյա տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ըստ սոցիալական ցանցերում տարածված լուրերի եւ տեղի բնակիչների պատմածների, վիճաբանողները հորեղբոր տղաներ են։ Մահացածներից մեկը Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանի վարորդն է։ Ասում են հանգիստ, համեստ ու հավասարակշռված երիտասարդ էր, իսկ հորեղբոր որդին հոգեկան խնդիրներ է ունեցել։ Որոշել է պայթեցնել տունը։ Արդյունքում մահացել են երկուսը։ Եղբայրների հետ եղել է ևս մեկ տղա, որը վիրավորվել է եւ այս պահին հիվանդանոցում է։ Արմեն Յոլյանը 2 անչափահաս երեխաների հայր էր։ Մյուս եղբոր մասին տեղեկություն չկա։ Անահիտ Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։
ԱՄՆ առնվազն 22 նահանգում մարտակարգ դրություն է հայտարարվել։ Միացյալ Նահանգներում ուժեղ ձնապքի հետևանքով տուժել է 200 միլիոն մարդ, ավելի քան 900,000 տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ 4 օրվա ընթացքում ավելի քան 16,000 չվերթ է հետաձգվել։ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության աշխատակիցները կրկին մարդ են սպանել, ինչը կրկին փողոց է դուրս բերել հազարավոր մարդկանց։ Ըստ ներքին անվտանգության դեպարտամենտի, Մինեապոլիսում սպանված 37-ամյա տղամարդն ունեցել է զենք եւ դիմադրել է իրավապահներին։ Մինչդեռ ականատեսները պնդում են, որ նրա ձեռքին ընդհանրապես հեռախոս է եղել։ Ավելի վաղ ներգաղթի ծառայության աշխատակիցները ենթադրյալ անօրինական միգրանտների, որսի ժամանակ սպանել էին 37-ամյա կնոջ։ Իսկ Ֆրանսիայում 15 տարեկանից փոքր երեխաներին եւ դեռահասներին կարող են արգելել մուտք գործել սոցիալական ցանցեր հաջորդ ուսումնական տարվանից։ Ըստ Евроньюզի, Էմանուել Մակրոնը խնդրել է օրենսդիրներին արագացնել 15 տարեկանից փոքրերի համար սոցիալական ցանցերին հասանելիությունը սահմանափակող օրենքի ընդունման գործընթացը, որպեսզի այն ուժի մեջ մտնի այս տարվա սեպտեմբերից, ուսումնական տարվա սկզբից։ Մեր երեխաների եւ դեռահասների ուղեղները չեն վաճառվում, մեր երեխաների եւ դեռահասների զգացմունքները չեն վաճառվում կամ մանիպուլյացիայի չեն ենթարկվում ամերիկյան հարթակների կամ չինական ալգորիթմների կողմից, ասել է Ֆրանսիայի նախագահը։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։